միանշանակ է, որ Եղիշե Հակոբյանի ներկայացած իբր տեղում մնալու վերոհիշյալ պատճառաբանությունը, ինչպես նաև որապա Լևոն Խարացյանի ներկայությունը հիմք ընդունելու պարագայում նրանց կողմից առաջնահերթությունն ու նախապատվությունը պետք է տվեր տղաների տարհանմանը, մինչդեռ բենզինի բռնկումից առաջացած հրդեհի օջախը բավականին տևական ժամանակահատվածում ընդհուպ մինչև 10-12 րոպեների մարերուն ուղղված նրանց երկուսի անընդմեջ ու անհաջող ջանքերի գործադրման նկարագրությունը իրականության հետ անհամատեղելի է եւ չունեն որևէ տրամաբանական բացատրություն։ Նման կանոններում եթե Եղիշե Հակոբյանը չի գործել պարզագույն տրամաբանությամբ եւ բանականության պահանջների սահմաններում, որից ակնհայտ է թե ինչ հաջորդականությամբ ինչ գործողություններ է անհրաժեշտ կատարել ողբերգական հետևանքները ցանկության դեպքում կանխելու կամ նվազեցնելու համար հետևաբար բավարար հիմքեր կան առնված են ենթադրել, որ նա adekvat վիճակում չի գտնվել, թե տեղում մնալու եւ թե կրակի օջախի հետ անարդյունավետ պայքարելու եւ թե կրակի բռնկումից հետո դուրս փախնելու ու այն անվերացնելու վիճակում թողնելու պարագայում։ Իսկ եթե շարունակի պնդել, որ այնուամենայնիվ եղել է պարզ գիտակցությամբ, ուրեմն տղաների տարհանելու համար ռեալ հնարավորությունը չիրականացնելու համար նրա պատճառաբանությունը ոչ մի արդարացում չունի։ Եղիշե Հակոբյանը նախ հանդիսանալով օրվա պատասխանատու սպա պարտավոր լինելով հետևել կարգ ու կանոնին, այդ թվում հակառակային անվտանգության տարրական պահանջների պահպանան, ինքն անձամբ է դրանք խախտել, հերիք չէ մյուս կողմից է հրդեհի տարածումը կանխելու դրա օջախը չեզոք հասնելու փոխարեն դրսևոր անհասկանալի վարձրահի դուրս փախել կացանից առանց հետևանքների մասին մտածել, իսկ երբ հրդեհը թեժացել է եւ դառնալով անվերահսկելի տեսաներ է դարձել դրսում եղածների, նրանք այլևս ոչինչ անել չեն կարողացել։ Հրդեհից ողջ մնացած երկու անձանց կողմից կացարանից դուրս պստելը ոչ թե նախասրահից, այլ ննջարանի ճաղավանդակները ծռելու միջոցով բարեբախտաբար հաջողվելու վերաբերյալ փաստական տվյալների առկայություն նույնպես գնահատում եմ Եղիշե Հակոբյանի կողմից հրդեհի օջախն անվերահսկելի թողնելու հանգամանք։ Հակառակ դեպքում ինչպես նրանք այնպես էլ կացարանում եղած մյուս տղաները հնարավորություն կունենային ժամանակին լքել կացարանը նախասրահի դռնից։ Ցավով եմ նշում, սակայն սա ինձ հայտնի ողջ իրականությունը։ Պատվարժան դատարան մեկ անգամ եւս պնդում է, որ Եղիշե Հակոբյանն ինձ անձամբ խոստովանել, որ կրակի անհաջող թեժացումից ու բենզինով արված ստանալուց հետո դուրս է փախել կացանից ու երբ քիչ անց վերադարձել է արդեն այլևս ուշ է։ Ճիշտ է, նա դրանից զատ այլ մանրամասներ չի հայտնվել, սակայն մինչ այդ դրա մասին տեղեկացրել են կենդանի մնացած վարորդ Վաղինակ Մանուչարյանն ինձ պատմել է այն ամենն ինչի մասին ես վերը նշեցի։ Դեպքից անմիջապես հետո Վաղինակ Մանուչարանից մասամբ Եղիշե Հակոբյանը ստացած վերոհիշյալ տեղեկություններ ու դատաքննության ընթացքում մի շարք վկանի հարցաքննությունների տվյալների համադրությամբ ինձ համար առավել քան բավարար են թե Վաղինակի եւ թե Եղիշեի կողմից, իսկ սկզբանե ինձ պատմածը կասկադի տակ չդնելու եւ որպես իրողություն ընդունելու համար։ Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ չունենք հետագայում տեղաշրջված դեպքերի զարգացման հաջորդականության վերաբերյալ Եղիշե Հակոբյանի եւ մյուսների կողմից քննությանը ներկայացված կասկածելի պատճառաբանությունները հերքող դրանք հակառակ տեսանկյունից պարզաբանող առավել ողջամիտ բացատրություններ պարզաբանող հաստատված այլ հավաստի տեղեկություններ, հետևաբար դատարանից խնդրում եմ դեպքի ողբերգական հետևանքների առաջացման անմիջական պատճառների ու մեխանիզմների վերաբերյալ իմ հայտնած տեղեկություններն ընդունել որպես հավաստի։ Ես պնդում եմ, որ դրանք ամենայն լրջությամբ ինքս հաստատապես համոզված լինել։ Պատվարժան դատարան ըստ իս Եղիշե Հակոբյանի թվում է, որ կրակը բռնկումից հետո իբր տեղում մնալու այն մարերուն ուղղված անհեթեթ ու անհիմն պատճառաբանություններ բերելով կարող է թաքցնել մեղքի բաժինը։ Հաշվի առնելով դեպքերի զարգացման իրական հաջորդականություն ողջ ճշմարտություն ներկայացնելու հորդորով Եղիշե Հակոբյան դիմում եմ քեզ։ Այժմ արդեն լիարժեք համոզված եմ, որ բնազդաբար ես փախել, քանի որ իրականում այդ պահին ունակ չես եղել մտածելու ծանրութ հետև անելու անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։ Հասկանում եմ, որ ճիշտը չես ասում առաջին հերթին մեծ ամոթ ապրելով դրսևորած քո վարքագծի ու ոգի վիճակի այդ թվում ունեցած իրավիճակի մեղքի բաժնի Уже говорит, нахаз ужасным лручу. Մի տանդեքնիստը։ Կոնոման պահվածքով փորձում ես մոլորության շփոթության մեջ գցել ողբերգական դեպքի ողջ հանգամանքների բացահայտման ու շահագրգիռ անձանց։ Այդ թվում տղերքի ծնող ես շատ լավ հասկանում եմ, որ ուզում ես տպավորություն ստեղծել, որ տղերքը մահվան մեջ անմիջական մեղավորություն իբր չունեն, որ նրանք հրդեհի պահին արդեն իսկ մահացած են եղել։ Բայց հասկի չես անում, որ ներկայացած պատճառաբանություններն ու բացատրությունները պրիմիտիվ ու անդրամաբանական են, կան ակնհայտ փաստեր, որոնք անկախ քեզանից մնում են
ողջ իրականությունը, մասնավորապես, եթե ինչպես Դուք պատճառը, որ կրակի բռնկումից հետո չես փախել, մնացել ես տեղում ու դեռ ավելի Լևոն Ֆարացյանի հետ միասին մոտ 10-12 րոպե տևողությամբ անընդհատ փորձել եք մարել կրակն ու արդյունքի չհասնելով երկուսով կոռուպոշման դուրս եք եկել, ուրեմն ավելի վատ ձեր համար։ Նման պայմաններում դու անուղղակի ընդունում ես, որ թե դու եւ թե Լևոն Ֆարացյանը տղեկին թողել եք վտանգի մեջ անօգնական վիճակում ու դուրս փախել։ Ինչքան էլ հիմա մոգոնեք, որ Վառարանի սենյակից իբր ձայն եք տվել, միևնույն է, այդ փոքր մոտ 18 մետր մակերեսով սենյակից 10-12 րոպե ընթացքում տղերքին արթնացնելու ու տարանելու համար անձամբ ննջասենյակ մուտք չգործելու մասով ձեր պատճառաբանությունն արդարացում ու ողջամիտ բացատրություն չունեն։ Եվ ուրեմն, եթե դուք շարունակում եք պնդել ու Եթե դուք շարունակեք պնդել ու ճիշտը չասեք, ստացվում է, որ դուք երկուսով եք գիտակցված տղերքին թողել եք, որ վարվեն ու կրակի բաժին դառնան։ Փաստ է չէ, որ տղերքից մեկը այդ ընթացքում կարողացել է անխնչդոտ մուտք գործել Վառարանի սենյակում մարմինը հայտնաբերվել է տեղում։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ զոհված զինծառայողներից գոնե մեկը կարողացել է հրդեհի ժամանակ մտնել այնտեղ, որտեղ այդ պահին ձեզանից որևէ մեկն էլ փաստացի չի եղել։ Հետևաբար դա նաև անվերաբար վկայություն է նրա, որ հրդեհից հետո Գարու Սարգսյանն ու Ժիրայր Սահակյանին չհաշված առնվազն մեկն արթնացել է կամ միգուցե Մինչ այդ ու եթե իրականում տեղում լինեիք ու թեկուզ Վառարանի սենյակի ստագնապ հնչեցնեիք, ապա գոնե նա ձեզ կլսեր ու ժամանակին դուրս կգար արթնացնելով նաև մյուսներին։ Ավելացնեմ, որ Վառարանի մոտից մինչ ննջարանի դուռը մոտ 2 մետր է, իսկ դռնից մինչև առաջին մահճակալն ամենաշատը 1 մետր։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կրակի բռնկումից հետո բավականին տևական ժամանակ այն թողնելը անվերահսկելի, քանի որ եթե ինչ-որ մեկը լիներ Վառարանի սենյակում, որտեղ կարողացել է հայտնվել զոհված տղաներից մեկը, ապա նրան ձեզ հետ միասին դուրս կբերեիք։ Էլ չեմ ասում Գարուշի եւ Ժիրոյի մասին, որոնք համաձայն վերջինների ցուցմունքների ննջարանի մուտքի դռան հրդեհով պարուրված ու արտերապակված լինելու պարագայում ննջարանից կարողացել են դուրս պրծնել միայն ճաղավանդակների արանքից։ Այնպես որ պատվարժան դատարան հաշվի առնող Եղիշի Հակոբյանի ներկայությունը մեկ անգամ ևս օրդորում եմ նրան հանուն տղերքի հիշատակի համարձակություն գտնելու ճիշտն ասել։ Համոզված եմ, որ դրանից հետո Եղիշի Հակոբյան դուք մարդկայնորեն ձեզ թեթևացած կզգաք։ Նման պայմաններում ճիշտը հնարավոր չէ թաքցնել։ Պատվարժան դատարան Դեպքերի զարգացման իրական հաջորդականության մասով դեպքից անմիջապես հետո Վաղենակ Մանուչարյանից մասնաբեր Եղիշի Հակոբյանի ստացված տեղեկության հավաստիության վերաբերյալ համոզմունքը հաստատեց նաև դատաքննության ընթացքում։ Ըստ իս Եղիշի Հակոբյանը միտումնավոր ու գիտակցված ստում է, այդ թվում պատճառաբանելով, որ իբր ձայնը տվել տղերքին, սակայն ննջասենյակից որևէ մեկը չի արձանագրել։ Դրանով իսկ անուղղակի ցանկանալով նախապայմաններ ստեղծել մինչ որտեղ առողջացային հանգամանքներում բնականաբար ոչ իր մեղքով ու մասնակցությամբ տղերքին ուրիշների կողմից կյանքի ձգելու մասին տպավորություն ստեղծելու համար։ Ընդ որում հանրության լայն շրջանակներում ևս նման տպավորություն սերմանելու համար այս ընթացքում օգտագործվեցին նաև սոցիալական ցանցեր, կազմակերպեցին ու իրականացվեցին համապատասխան PR ակցիաներ։ Բայց ասեմ, որ չնայած գործադրված համառ ջանքերի շատերի համար է ակնհայտ, որ հրդեհը տարածվել է Վառարանի անհաջող թեժացումից ու կրակի բռնկումից անմիջապես հետո, այն որոշ ժամանակ անվերահսկելու թողնելու պատճառով, որի արդյունքում էլ կացարում մնացած տղաներն ըստ էության ակամայից հայտնվել են թակարդի մեջ։ Սակայն աներկելի է, որ տղաներից ոմանք այդ ընթացքում ամենայն դեպս արթուն են եղել կամ արթնացել են ու փորձել են ինչ-որ բան անել։ Դրա մասին են վկայում այդ թվում դատաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի փաստարկված հանգամանքներ։ Ես կանադառնամ դրանից մի քանիսին։ Մասնավորապես իմ համար ակնհայտ է, որ եթե զոհված տղաների մարմինների մի մասը հայտնաբերվել է ոչ մահճակալների տեղակայման վայրերում, ապա նրանցից առնվազն ոմանք տեղաշարժվել են, ամենայն դեպս փորձել են ինչ-որ բան անել կրակի ճիրաններից ազատվելու համար։ Սակայն դա նրանց ինքնուրույն անել չի հաջողվել։ Փրկարարներից Լևոն Հովհաննիսյանը 03-10-25 թվականի դատաքննության ընթացքում ցուցմունք տվեց, որ իրար վրա դրված 3-4 ներքնակներ է տեսել ննջարանի մուտքի դռան մոտ, իսկ զոհվածների մարմիններից մի քանիսը հայտնաբերվել են իրար մոտ։ Ի դեպ դատաքննության ընթացքում Վաղենակ Մանուչարյանը ըստ էության չերկեց դեպքերի զարգացման հաջորդականությունը այն է Վառարանի անհաջող թեժացումից հետո Եղիշի Հակոբյանի կողմից կացարանից դուրս փախնելու մասին իր կողմից ինձ հայտնած լինելու հանգամանքը պատճառաբանեց, որ չի հիշում ինչը բավականին խոսում է։ Միաժամանակ
Անջատված մասով իրականացված քրեական վարույթի շրջանակներում առերեսման ժամանակ ևս Վաղինակ Մանուչարյանը չերքեց, որ ինձ նման բան է ասել, պատճառով որ կարող է ասել է, սակայն տվյալ պահին չի հիշում։ Բացի այդ, չնայած ՊՆ 75-930 զորամասի նախկին Լանկար Արկան Գրիգորյանի դատախազության ընթացքում Զորայրի 20 թվականի պնդեց իր նախնական ցուցմունքն այն մասին, որ դեպքից հետո ինչպես ես այնպես էլ Գոր Մարգարյանը հաջորդ օրը իրեն պատմել են, որ Երիշա Հակոբյանը կացարու կրակը բռնկումից հետո դուրս է փախել, սակայն ինչպես տվյալ այնպես էլ վերը մատնանշված փաստական հանգամանքները քննիչի կողմից մնացել են հանդեսված չեն կատարվել դրանից փոխ համապատասխան գործողություններ ու եզրահանգումներ։ Պատվարժան դատարան վերոհիշել հարցերի համատեքստում ինձ համար առնվազն տարակուսելի ու զարմանալի է, թե Մակերեսյան ու թերի քննության մասին վկայող վերը շարադրված փաստարկների հետ մեկտեղ հաշվի առնելով դեռևս նախաքննության ընթացքում իմ կողմից դեպքերի զարգացման հաջորդականության վերաբերյալ ինձ հայտնի հիշյալ հանգամանքների մասով տրված մանրամասն ցուցմունքն ու Երիշի Հակոբյանի, ինչպես նաև Վաղինակ Մանուչարյանի ցուցմունքներում էական հակասությունների պայմաններում ինչից ելնելով եւ ինչ նկատառումներով որ քննիչի այնուամենայնիվ ձեռնպահ է մնացել ինչպես առանցումների, այնպես էլ իմ հայտնած տեղեկությունների գլխով համապատասխան գործողությունների կատարումից։ Ավելին ասեմ, իմ հայտնած հիշյալ տեղեկություններն անհասկանալիորեն ընդհանրապես անտեսվել են։ Ըստ իս ռետորական հարցադրմանից պատասխանը նույնպես որոշակիորեն կարող է նպաստել գործող օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը։ Պատվարժան դատարան, հուսով եմ, որ այսօր իմ կողմից տրված ցուցմունքը որոշակի առումով հստակեցում կմտցնի եւ կնպաստի այս ամենի համար մեղավորություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը բարձելու յուրաքանչյուրի մեղքի չափաբաժնում ու դերակատարումը ճիշտ որոշել եւ ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու համար։